մի հատ ծառա Երուսաղեմում գնում է շուկա, մեկ էլ մահն է տեսնում, վազելով գալիս է, տիրոջը ասում է Տեր, ինձ ձիտ ու փախնեմ Բեթխեհեմ։ Իսրայելի համար են կռվում, եկեք, այս Աստծո ընտրյալ ժողովուրդը հավաքվեք, փող ղրգենք, բան անենք։ Այս ամեն ինչ արվում է, ուտից կհայտնվի խելոք համեստ մեկը, որը կգա եկեք խաղաղություն անենք։ Երբ որ մարդ նեղությունն չի դիմամ, սկսում է տրտնջալ, դժգոհել, ելքա փնտրում նեղություններից շուտ է բաներ ան, народу зрелище и жратвы, չէ։ Մենք խմբակային պատասխանատվություն չենք կրելու, մենք անհատական ենք պատասխան տալու։ Բացվելու են գրքերը եւ ասել են դու ես արի դու սենց ասեց գալու հարցնի բռնելու ասում սոված է ինձ կերակրի ոչ թե սոված է ինձ կերակրեցիք դերը չի դիմանում ասում է գնամ ես ծառաս հելավ գնաս տենամ ես մահը ինչ ա ուզում գնում ասում ասա բռնում ասում ինչ է ծառաս ստեղ գործեր ուներ հիմա քո պատճառով թողել փախել այնտեղ գնացել է դրա համար Տաթևացին ասում է վերջի ժամանակների քրիստոնյաները ավելի սուրբ կլնեն, քան թե առաջի ժամանակ։ Երկուսը նույն մեղքը գործեն, իսկ որտեվ քանան ավելի գիտի, որ ինչն է մեղքը չի, ժողովուրդը կարող չգիտի, հա, դրա համար քահանայի պատասխան բացի այդ, որ ինքը իր բեռնա պատասխանը, ինքը նաև պատասխանա տալու նրանց համար, որոնք ինքը չխոսեց, չասեց, չբացատրեց, ինչ ես փնտրում, ինչ ես ուզում, քեզ դա գալիս է ռեկլամ, հատից կարան քո բնազդը հասկան, դու ինչ ես սիրահար, ինչ ես կարդում, ինչ ես նայում։ Կընկել են ինչի հետևից, չիպ չդնեն, վայ ինչ չանեն, բայց հեռախոսը գրպանն են մանկա։ Սրանք տեսա, զարմացած մասից, իսկ ինչ գործ ունի Երուսաղեմ, այսօր իրան Բեթխեհեմը պետք է առնեմ, ասում է։ Թող Աստծո խաղաղությունը լինի քո վրա, բոլոր հավատավոր մարդկանց, որոնք Աստծո երկյուղով են ապրում։ Մի մոլորվեք, Տիրոջ խոսքին լսեք, որ ասում եմ զգուշեք ձեզ չխաբեք։ Իսրայելի համար են կռվում, եկեք, այս Աստծո ընտրյալ ժողովուրդը հավաքվեք, փող ղրգենք, բան անենք, այսինքն բայց դրա համար այս ամեն ինչ արվում է, ուտից կհայտնվի խելոք համեստ մեկը, որը կգա եկեք խաղաղություն անենք։ Ու բոլորը կասեն վայ, խաղաղություն եղա, որտեվ կռիվի բուն խառնակիչ ով է, սատանան։ Ինքն է այդ սաղ դրթում մարդկանց մեջ ագահություն, ատելություն, չարություն, մեղքերը ինքն է մարդկանց մեջ, այսինքն չեմ ասում ինքն է մեղավոր, ինքն է տաքացնում, ինքն էլ կարող է այդ հանդարտացնի ու խաղաղություն ա, սաղ կգան, ասում մի հատ էլ բան, մի հատ էլ գազան կտա, չէ, հայտնությունը ասում, որը իր հոգևոր բանը կլինի, էլի, քարոզիչը կլինի։ Կսկսի քարոզել, նշաններ անել, հրաշքներ գործել, որպեսզի իրան պաշտեն, էլի, տեսեք այս մարդը բացի այդ որ տենց է, տեսեք հրաշքներ, նշաններ, երկնքից կրակ է թափում։ Տեսել, այսինքն քրիստոնյաների կուտը կերել են, կներես այս խոսքի համար եւ տարել է, ինքը սենց խաղում է։ Մենակ թե այսքան մեջ դու այդ քարոզները որ լսում ես, եթե տեսել ես, չէ, Քրիստոսը չկա այդտեղ։ Խնդիրը նրանումն է, որ փոխանակ Աստվածաշունչ կարդամ, փոխանակ Պակի այդ շրջանն է, ապաշխարությամբ զբաղվեն, աղոթքներով զբաղվեն, Աստծո խոսք լսեն, առավոտից իրիգուն նայում են թե ով խփեց, նեռը եկավ, թե չեկավ, Քրիստոսը կգա թե չի գա, մենակ այդ դրանով են իրանց ուղեղները լցնում, փոխանակ ապրեն քրիստոնյա մաքուր կյանքով։ Ինչի հետևից են ընկել չեմ հասկանում։ Ես հեռուստացույցով բան էի տեսել, զգուշացնում էին մարդկանց, ասում էին զգուշ եղեք, ինչ որ պիցերիա է հայտնվել, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա, Ավստրալիայում կա, եթե չեմ սխալվում, Գերմանիայում էլ կար։ Ուրեմն ասում է պիցա են զակազ տալի, մարդիկ զանգում զակազ են տալի կամ բան են պատվիրում են կամ on-line են պատվիրում, պիցան գալիս է, պիցայի հետ այդ աղարակիչը որ գալիս է, հետը կոնտրակտ է բերում։ Ասում է եթե այս կոնտրակտը ստորագրեք, որ դուք համաձայն եք ձեր հոգին վաճառեք սատանային, այս թուղթ է, այնքան որ թղթի կտորով մեջ է տենց բան է գրած։ Ձեր անուն ազգանուն լրացնեք, տակը ստորագրեք, մենք ձեզի խոսք ենք տալի
Էսպիցան ու ամբողջ տարի ինչ որ այսքանի օրը մեկ անվճար պիցա առարկեն։ Ու մարդիկ անում են, ասում են, հա, խի չէ որ։ Ծիծաղալով սենց ասում են, արա գժի տեղ ես դրե, հա խի չեմ անի որ։ Ու բռնում են իրանց անունն են գրում, տակը ստորագրում են բան։ Ասում են դուք հասկացաք ինչ արեցիք։ Դե ասում են դու ուզում էիր ուրախանալ, մենք էլ քեզի ուրախացրինք, դու էլ մեզի ուրախացրա, պիցան կբերես, չմոռանաս։ Ու տենց։ Հիմա ասենք խոսքի մարդիկ էդի հասկանալով են անում այդ ամեն ինչը, թե ուղղակի իրանք թքած ունեն ամեն ինչի վրա, այնքան որ իրանց փորը լցնեն ու վերջ։ Սա նշաններ են, նորից եմ ասում, Արտուր, այս նեղությունները որ կա, երբ որ մարդ նեղությունն չի դիմամ, սկսում է տրտնջալ, դժգոհել, ելքա փնտրում նեղությունների չորտե բաներ անում, ինքը այն ասում է, այք սկզբից ասինք, չէ, օծին էլ կփաթաթվի խեղդվող մարդը, չէ։ Փրփուրներից կախվում են, հա։ Փրփուրներից է կախվում։ Դրա համար այս ամեն ինչը նպաստում է նրան, որ երբ որ նեռը եթե գա, մարդիկ բոլորը կվազեն, որտեղ իրանք հոգնել են այս ամեն ինչից։ Ինչի նեռը իրանց ավելի լավ է պահելու։ Դե դա եմ ասում, ինքը խաղաղություն կտա մարդուց, ինչ կա, ասում է народу зрелище и жратвы, չէ։ Միշտ էլ ինչ ա եղել։ Ուտելիք ու բան, քեֆ ուրախություն, հա։ Մարդկանց էդի կտա, մարդիկ կուրախանան, բան կանեն, եւ այդտեղ իրանք ոմանք ասեն ինչ, ասես թակավոր չենք ունեցել, ասես մարդ ասես հələ նայեք բժշկություններ անում, հրաշքներ են գործում, հարցեր ա լուծվում, փողերը ինչ ասես, չէ, հասկանում ես, էսա լինելու։ Իսկ մեջների կներես աշխարհի համար, ասում է հիմարներն ու հարիվները կլինեն ինչ-որ մի փոքրիկ մասսա քրիստոնյաներ, որոնք տարբեր տեղերից կլինեն, տարբեր եկեղեցիներից, որոնք այդ ամեն ինչի չեն առնել, սա վրեկը կխնդան, մարդիկ նեղության մեջ կլան, բան կլինի, ասում է ծաղր ու ծանանքի բան կա, բայց ասում է համբերեցեք, ասում է ձեր անունները երկնքում ա գրած, էլի։ Իսկ դրա համար եմ ասում, էլի, այս նեղությունները փորձենք հաղթահարել այդ հավատքով առ Քրիստոս։ Սատանան ամեն ինչ անում է, նա հիմքը մեր հավատքն է։ Բոլոր քրիստոնյաները հիմքը հավատքն է, հա։ Երբ որ այդ հիմքը խախտվում է, արդեն մարդը հեշտ է կործանում, ասում է որ գամ աշխարհում հավատ կգտնեմ։ Դրա համար մենք էսա, ես որ ասում եմ, շատ կարևոր մեզ համար մեր դավանանքը, ես չեմ ասում աստվածաբաններ կդառնանք, բայց երբ որ քո հավատքը դավանանքը դու ունես քո հիմքի վրա, քեզ մեկը չի կարա սասան։ Եկանք իմ մյուս հարցին, եթե այսօր տեղի ունենար Քրիստոսի երկրորդ գալուստը, արդյոք քրիստոնյաները պատրաստ կլինեին այդ դրան, Քրիստոսին դիմավորելու։ Ես Արտուր էլ եմ ասում, ես չգիտեմ ամբողջ քրիստոնյանում, ես մտածում եմ ես ինչ կանեմ։ Դրա համար ամեն մեկս պետքա մտածենք ոչ թե առանձին, այսինքն մենք խոսում ենք, բան ենք անում, բայց ամեն մեկս ենք ի վերջո Տիրոջ առջև կանգնելու։ Մենք խմբակային պատասխանատվություն չենք կրելու, մենք անհատական ենք պատասխան տալու։ Բացվելու են գրքերը եւ ասել են դու ես արի, դու սենց ասեց գալու հարցնի, բռնելու ասում սոված է ինձ կերակրի, ոչ թե սոված է ինձ կերակրեցիք։ Այսինքն նմանդ այդ վերջի ժամանակները պատկերացնում ես մարդիկ նենց են ապրելու, որ նեղության ժամանակ եթե մեկին հացել տաս, հետի քո համար կարող է այդ վերջի ժամանակները մեծ բան լինի։ Դրա համար Տաթևացին ասում է վերջի ժամանակների քրիստոնյաները ավելի սուրբ կլինեն, քան թե առաջի ժամանակներ, որտեղ ասում է վերջի ժամանակներում օրինակ չեն ունենա, այսինքն շատ դժվար է լինելու։ Այն առաջի ժամանակները առաքյալներ են տեսել, Քրիստոս են տեսել, առաքյալների աշակերտ են տեսել, մենք ինչ ենք տեսել։ Մենք գրքեր ենք կարդում, երկու բան ենք վերցնում, բայց մենք ասում եմ երանի նրան ով չտեսավ հավատաց, բայց մենք այդ բանը չունենք, դրա համար այսօր եթե մեղքել չգործես, մեկին էլ մի կտոր հաց տաս, դա Աստծո համար մեծ առաքինություն կլինի նման տես վերջի ժամանակների համար։ Չնայած բոլորս էլ ասում ենք վերջի ժամանակ է, վերջի ժամանակ։ Այսօր այսինքն հարց նորից։ Ասում է ամեն մարդ պատասխանա տալու իր հոգու համար, իր արարքների համար, ինչպես նոր դուք ասացիք։ Բայց ոնց հասկանում եմ քահանաների համար ավելի բարդ է լինելու, որովհետև քահանաները պատասխան են տալու կամ այսինքն վարդապետները իրանց հոտի համար, ողջ այդ ժողովրդի համար։ Դե հələ այդ պատասխանատվության այդ բաները արի բան անենք, դնենք մի կողմ հələ։ Ասում է դարդերս իրար Չէ, մի չէ, դմենք նայ քահանան պարս հավատացյալից 7 աստիճան է բարձր։
Այսինքն իր պատասխանը թե մեկը գործում է 1 կիլո մեղքա գործում, 1 կիլոյի քաշա կշիռքը, հոգևորականը 7 կիլո է համարվելու այդ նույն մեղքը։ Երկուսը նույն մեղքը գործեն, իսկ որտեվ քանան ավելի գիտի, որ ինչն է մեղքը, մեղք չի, ժողովուրդը կարող է չգիտի, հա, դրա համար քահանայի պատասխան բացի այդ, որ ինքը իր բեռնա պատասխանը, ինքը նաև պատասխանա տալու նրանց համար, որոնք ինքը չխոսեց, չասեց, չբացատրեց եւ այլն, դա էլ մյուս թեման է, էլի։ Դե դնենք մի կողմ քահանաները, թող իրանք իրանց դարտերով էփեն, բայց նորից գանք նրան, որ քրիստոնյան պետքա փորձի ապրել ճիշտ իր պատվիրաններով, սիրի Տիրոջը եւ այդ ցանկությունը, չեմ ասում գնա ինքնասպանություն լինի, չէ, այ ինքը քրիստոնյան պետքա ապրի այդ բանով, գիտես ոնց եմ ասում, ոնց որ դու գնում ես մի տեղ, որտեղ այդ միջավայրը քո դուրը չի գալի, չէ, ու դու սպասում ես ժամանակ, այո, դու կան խոսում ես, ժպտում ես, բանսան, բայց ուշք ու միտքդ դու շուտ գաս տուն։ Մի կոպիտ օրինակ եմ ասում, էլի, եթե մեր մեջ այդ բանը չկա, ոչ թե գաս քո սենյակ, այ երկինք Տիրոջը հանդիպես, եթե չկա, ուրեմն նշանակում է քո մոտ սխալ բան է, դու մտածի դրա վրա։ Այն մնացը մեղք եմ գործել, մեղք չեմ գործել, էսի այո, դա կա, բայց եթե այդ սերը չկա մեզ առաջնորդ, գիտես, Քրիստոս պատվիրան տվեց, չէ, սիրեք իր զմիմյանս, չէ, բայց պատվիրան կա սիրիր Աստծուն։ Չկա պատվիրան հավատա Աստծուն։ Պատվիրանը նրանց է, որոնք արդեն Աստծուն հավատում են։ Իսկ ասում է սիրիր քո Աստծուն։ Իսկ մենք այսօր սիրում ենք Աստծուն։ Մենք մտածում ենք մեղք չգործենք, բայց Աստծուն սիրելուց չենք մտածում։ Դա արդեն մի քիչ ու մի անգամ կարծեմ խոսել ենք, չէ՞, դա երբ որ դու մտածում ես մեղք չգործես ու դեպոր մտածում ես ոնց անեմ սիրեմ Աստծուն, տարբեր քեզ վիճակա տալիս, էլի դրա համար երբ որ դու անդադ այդ կարոտով ես տենչում Պողոս Առաքյալի պես, որ շուտ ես տունը թողնես Տիրոջը հասնես, դրա համար դու պատրաստ կլինես, չես վախենա, երբ կմեռնես, ինչ կլինի քեզ հետ, երբ որ դուրս կգաս, պատերազմ կլինի, ռումբը կընկնի գլխիդ, թե սովից կմեռնես։ Իմիջիայլոց այդ ժամանակ, երբ որ այդ հաղորդումը մենք նկարահանեցինք եւ դուք ինձ էդի այդ բացատրեցիք ու ասեցիք, այդ ժամանակ ես այդ նույնը զգացի, այն որ ասում եմ կաշվի վրա զգացի, որ ես արդյոք սիրում եմ Տիրոջը, թե ես ուղղակի փորձում եմ մեղք չգործեմ ու ուշք ու միտքս այնա, որ հանկարծ մեղք չանեմ, հանկարծ էս չանեմ, այն չանեմ, ու որոշեցի ոչ թե կենտրոնանամ իմ մեղքերիս վրա, այլ զուտ ուղղակի կենտրոնանամ իմ Տիրոջ վրա, սիրեմ Տիրոջս հետ զրուցելու վրա, կենտրոնանամ, ուրիշ ոչի բան։ Ու ես հիմա ավելի ինձ թեթև եմ զգում, ավելի հանգիստ եմ զգում, որ ասում եմ ներվերս հանգիստ, անջատած, նորմալ, մարդավարի, ու ավելի լավ եմ ինձ զգում։ Ու չեմ էլ կենտրոնանում հանգարց, վայ ես բան անում եմ, տենաս մեղք կա թե չէ։ Ես արդեն գիտեմ էտի որ մեղք կա, եթե պետք է ինչ-որ մի բան գայթակղություն էլ լինի, ու չեմ էլ ուշադրություն դարձնում դրա վրա։ Այսինքն մեղք գործում ես, քեզի թքացնում ես։ Չեմ ուշադրություն չեմ դարձնում, այսինքն այդ գայթակղության չեմ մտածում, արա այդ ինձի գայթակղում է, հանգարց այս մեղքը չգործեմ։ Ավտոմատորեն եմ որ ասում եմ չեմ էլ գործում այդ բանը։ Հա, որտեղ միտքը դրա համար ինչքան դու այդ միտքս դրանով չի եթում, հա, չեմ մտածում դրա մասին։ Դրա համար սա է արտուր, այսինքն երբ որ սենց ես ապրում, դու քո առօրյայով ապրում ես Տիրոջը սիրով, Տիրոջ տապավինելով եւ այլն, դու հանգիստ ամեն բան տանում ես ու երբ որ գգա այդ պահը քեզ Տիրոջ առջև կանգնելու, դու ուրախ կուզեմ ես հայտնության մեջ, որ ինչ ասում է այս բաները վկայողն ասում է, այո, ես շուտով պիտի գամ։ Ամեն, արի Տեր Հիսուս։ Ամեն։ Արի Տեր Հիսուս։ Այսինքն Քրիստոս ասում է ես գալու եմ, դու պատրաստ ես իրան ընդունելու։ Պողոսն էլ այնտեղ ասում է, այո, ասում է այդ օրը չի գալու, նախ այս բաները կլինի, բայց պետք է մենք արդեն այդ բանով ապրենք, որ Տերը գալու է։ Բայց դա չի նշանակում, որ այս կյանքի մեջ ենք, մենք պետք է այս կյանքով բանով չշփվենք, այն 4-5-րդ դարում մարդիկ հենց այդ ես մի քիչ այդ վանականությունը հիմա ոմանք ավելի կգժվեն բան կանեն, այն ժամանակ այն մարդիկ բարեպաշտ քրիստոնյաները որ կային 4-րդ դար, 5-րդ դար, երբ որ քրիստոնեությունը դարավ արդեն պալատական բան մտավ, արդեն մարդիկ թագավորին կայսերին գոհացնելու համար դառնում էին քրիստոնյա ձևական, պղտությունները սկսավ շատանալ,
շատ մարդիկ տեսան ես իմ տեղս չի, թողնեմ փախնեմ անապատ։ Իրանք փախան անապատ, իրանք թողեցին այդ մթնոլորտ այդ դաշտը, թողեցին անարժան մարդկանց։ Հա, եւ ինչ է տեղի ունենում, Քրիստոս ինչ ասաց, ասաց դուք եք լույսն ու աղը աշխարհի։ Չէ, այսինքն դու պետք է լուսավորես այդ խավարը։ Եթե դու լույսն ես, փախնում ես խավարից, ուրեմն կասկածել է դու լույս եղել ես, թե չէ։ Դրա համար ասում եմ, երբ որ դու լույսը վառում ես, ինչ ասում եմ, լույսը երբ որ վառում ես, չեն տամ սեղանի տակ դնում։ Այ բարձր տեղ են դնում սեղանին կամ քաղաքի գլխին, որ լուսավորի բոլորին։ Եթե տենց եթե պետք է սաղս փախնենք, Պողոսն էլ ասում, եթե տենց ելներ, ես աշխարհից պետքա դուրս գամ, չէ՞, սրանց այդ շփվելով։ Բայց Պողոսը չի քաջալերում այդ բանը։ Սա է դրա համար, երբ որ մենք սաղ մարդիկ փախնում են, հա, ասում է չարը երբ է իր հաղթանակը տոնում, երբ որ բարիները հեռանում են։ Հա, երբ որ դու քո պետության մեջ վերցնենք, չէ՞, երբ որ դու սաղդ քաշվում եք 90 թվերին հիշում եմ, սկսեցին հավատքի գալ, մարդիկ գոնե իրանց ասպարեզի մեջ գնային լույսը լնեին, գնում էին ինչ էին անում, առանձնանում էին, շատերը գործը թողեցին, շատերը սկսեցին երազել գնանք ճկնելու, ես իմ ինչ ես էլ այդ բաներով տառապում, բայց իրական դա Աստծուց չէր, աղանդավոր ինչու ասես տարածվում, բա ոնց ինքը սկսում է ոչ թե փախնում է սենյակի խուցն ամատրում, այնքը գնում է սկսում է հարևանի հետ կիսվել, ինք յազվով կապնում է, հիմա իրենց առաջադիմությունը այդ է, որ սկսում են իրանք տարածել, իրանք գիտակցել են, որ լուսավորվի հարևանի տունը, պետք է այդ լույսը տանես։ Ոչ թե գնաս 40 տարի ճկնես, որ մի օր հելնես, ասես ժողովուրդ ինչ կա աշխարհի մեջ։ Մեկ էլ պարզվի, որ աշխարհ չի մնացել, քրիստոնեություն էլ չի մնացել, օրինակ էլի։ Դրա համար ինձ համար դա հասկանալի չի, նամոն տեսօր երիտասարդներ կա, ասես տենչում են, գնանք, ճկնենք, վանքեր մտնենք։ Ինչ ճկնության մասին է խոսքը։ Դուք նախ քրիստոնյա ապրեք, լույս եղեք, այդ գիտակցություն ունեցեք, որ Պողոս Առաքյալ էր ինքը այդ ասում, որ ասում է ես ուզում եմ Տիրոջս միանամ, ուզում եմ առանձնանա, բայց ասում է ձեր սիրուն մնում եմ։ Ինքը գիտակցում էր, որ մարդիկ կային, որոնց ինքը պատասխանատու էր։ Դրա համար մենք էլ եթե պատասխանատվություն ունենք այս աշխարհի մեջ, մեկը ընտանիք է, համայնք է, զավակ է, կին է, ամուսին է, որոնց պատասխանատու են, ինքը պետքա որպես քրիստոնյա ինքը պատասխանատու լինի եւ դա չի խանգարում իրան Քրիստոսին սիրել։ Եթե տենց լինի, ուրեմն նորից եմ ասում, ոչ պետք է ամուսնանալ, ոչ աշխատել, ոչ բան, նստել սպասել, մինչև Քրիստոսը կգա, թե չէ։ Դա մի քիչ բան է, էլի։ Դրա համար ասում եմ, երբ որ այդ մարդիկ սաղ փախան անապատները, քրիստոնեությունը իսլամ մեջտեղ եկավ, Եգիպտոսի բաները, որ սաղ սկսեցին այդ 4-5-րդ դարում վազել անապատ, ամեն երկրորդ, երրորդը, չորրորդը վանք էր գնում էր անապատ։ Ես մի վանականներին ստեղ խպտիների հարցը, եթե դուք ազգով տակով չփախնեիք անապատները, ասի իսլամ կառաջանար, թե չէ, ես մտածես, ասես չէ։ Սի ինչու։ Դե ասում այդ տարածքում կքարոզվեր, ասում է, քարոզչություն կարվեր, ոչ թե փախնեին բան էլի։ Հետո սա է, դրա համար նորից եմ ասում, դու լինելով քրիստոնյա, եթե սիրում ես Տիրոջը, դա չի նշանակում դու պետք է փախնես աշխարհից, էլի։ Դու լինես լույսը, աղը այնտեղ, որտեղ դու այսօր կաս։ Հայր Սուրբ ջան, հիմա գիտես, ասենք sense տենդենս է առաջացել, ու դա ավելի շատ առաջացել է ոչ առաքելական եկեղեցիների մոտ, այլ աղանդավորների մոտ, բայց շատ կան մարդիկ, որ փորձում են հաշվեն, հաշվարկեն աշխարհի վերջը, ինչպես է եկեղեցին բան անելու, վերջանալու, աշխարհը գալու է, վերջանում է, բան։ Օրինակ ես կուզենայի այս հարցը ձեզ տալ, ասենք ինչպես է եկեղեցին վերաբերում նման, ասենք այդ փորձողներին, այդ խոսացողներին, ասենք։ Դրա մասին ոչ ես գիտեմ, ոչ էլ հրեշտակները, միայն հայրս։ Եթե Քրիստոս կանգնեց ասեց ես չգիտեմ, չնայած ինքը գիտի, բայց ինքը մեզ ասեց ես չգիտեմ։ Ուզես դրանով ասի, դուք էլ պետք չի հետաքրքրվեք դրանով, երբ է լինելու։ Բայց ինքը ուրիշ բան ասեց, ասում է արթուն մնացեք, որտեվ չգիտեք երբ է գալու։ Նորից եմ ասում, դա գլոբալ է լինելու իր գալուստը, մենք կարժանանանք թե չէ, կամ մեր համար ամեն մեկիս համար անհատական
վախճան է լինելու։ Հիմա մենք ինչ գիտենք, վաղ առավոտ կարդանանք, թե չէ։ 25 տարի հետո է գալի, կամ էլ 2 տարի հետո է, նստեմ, հաշվարկները անեմ, ելնեմ խոսամ, առավոտ ինքնս չարթնանամ։ Դե, այսինքն սա абսուրդ բան է, նորից եմ ասում, սա այն բանն է, որ մարդկանց գովազ հավաքեն, վյուներ, պրասմոտրները, դիտումները շատացնեն, նաև մարդկանց էլ մի քիչ վախացնեն, որ մարդիկ դա հետո բիզնես է։ Այս օրինակ այստեղ Երուսաղեմում մի պահ բաներ եղավ, անցած այդ պատերազմին, որ անցած տարվա շատ ուժեղ սկսեցին շուկայում տարածել, առեք, ապրանքներ առեք, բան, խանութներից սաղ էլ չի լինելու բան, մարդիկ կընկան, այն ջրեր, շշերով, ինչ չասես, ասում եմ ժողովուրդ, այս ամեն ինչը մարդիկ իրենց ապրանքները ծախեցին, գնաց, ոչ մի բան չեղավ։ Լավ, այսինքն սա ամեն ինչ արվում է, նորից եմ ասում, ինչ որտեղ նպատակների համար հաշվել են, գտել են, ու Քրիստոս եթե ինքը մեզ ասում է, լավ, հիմա ասի վաղը մեռնելու ես այդ մարդուն, ինչ պետք է մարդը անի։ Ապաշխարի, ինչ պետք է անի։ Դրա համար նայ, գալով նորից այն հարցումը չիփ, մի այդ բաներից մարդը չպետք է վախենա։ Հա, որոշ մարդիկ կապում էին COVID-ի 5G-ի հետ ու ասում էին մի սրսկվեք, որ այդ բաները չլինի, մի արեք, սենց մի արեք, նենց մի արեք։ Խոսելով են, որ հարցը տվեց 5G-ի այդ չիպերի միպերի մասին, ուրեմն ասեմ, որ երբ որ այդ սկսեցին տարածել, այդ կորոնայի ժամանակ էր, այդ 5G անտենաները հայտնվեցին, ուրեմն մի հատ sense բան կարդացի նորությունների մեջ, որ անգլիացիք կոնտրակտ էին արել, կարծեմ, որ Ամերիկայից առնեն այդ անտենաները 5G-ի։ Բայց իրանք կոնտրակտը չեն անում, գնում են չինացիներից են առնում 5G անտենաները։ Եվ այդտեղ մի հատ sense բում ա լինում, այնպես մարդկանց միջոցով սկսում են այդ 5G անտենաները այրել եւ բանա քանդել, եթե շատ տենց վիդեոներ ընկավ Անգլիայից, հիշում եմ, որ 5G անտենաները վառում քանդում էին։ Սա ավելի բան էր, PR աշխատանք էր Ամերիկայի տեղից էր կոմպանիաներից, որ այդ վնասեն, որ դուք Չինաստանից եք առել, բայց դա որպես ինչ բերվեց, որտեվ հիմա կորոնայա սրսկում են այդ 5G-ով ձեզ վրա բան են անում։ Իսկ այդ չիպերը բանի մեջ ես բացատրեմ, որ մարդիկ հասկանան, էլի։ Չիպերը ինչու չիպ հասկացողությունը մեջտեղ եկա, որտեվ նանո չիպեր sense չիպ կամ բաներ կային։ Ուրեմն այդ վակցինաների մեջ սպիտակուցը այդ բանի այդ հիվանդության թե բուն բանի սպիտակուցի կրողը ոսկուց կամ արծաթի միկրո նանո կտորներ էին, որ այդ սպիտակուցը կպնում էր այդ նանո բաներին ու ինքն էր կրողը արյան մեջով, ասես բացատրել են, ես չեմ հորինել։ Դրա համար երբ որ լսեցին նանո չիպ, չգիտեմ ինչ, մարդիկ մի անգամ բան արեցին, որ դա չիպ է։ Չիպ է, որ այդ անտենայի հետ կապնվելու է։ Հիմա նայ, չիպը ընդհանրապես առմամբ չիպերի հասկացությունը, նաև մեջտեղ հելա, որ Եվրոպայում սկսեցին այս ձեռքի մեջ չիպավորել մարդկանց։ Այո, Շվեդիայում շատ են արել։ Ստարտափ էր, երիտասարդները փող են աշխատում, sense փոքրիկ մի հատ բան էր լուցկի հաստությամբ, կտոր երկաթից, որի մեջ ծրագրավորված էր բանը, քո ավտոբուսի քարտի ինֆորմացիան, քո աշխատանքի, որ այդ քարտեր կա, որ կպցնում ես դուռը բացվում է, ու sense մի քանի բան։ Քո ուսանողական քարտը, քո անձնագիրը, քո վարորդական իրավունքը, քո բժշկական թղթերը, սա մեջն էր։ Մեջն էր, այսինքն մարդը գալիս է, որպեսզի այդ թղթերը հետը չտանի, սկաներ կա, կարդում էր, գնում էր, կամ ձեռքը դնում էր այդ տեղին, դուռը բացվում էր, կամ ինչ-որ տերմինալներ կային, անում էին։ Սա դյուրին բաները, հա, նայեք, չիպավորում են։ Այդ ու այդտեղ մի անգամից մեջտեղ եկավ 666-ը, որ նայեք եւ այլն եւ այլն։ Ուրեմն այդ չիպը ինքը ոչ մի կապ ունի անտենայի հետ, որովհետեւ այդ չիպը ինքը չի կարա բան ընդունի եւ հերարցակի։ Ինքը միայն կարա ինֆորմացիա մեջը, քանի կիլոբայթ ինֆորմացիա, որը կարդում են։ Նույնը անում են շներին, կենդանիներին, այս վզի մեջ դնում են,
Մեջի ինֆորմացիա, ով է տերը, երբ են սրսկե վերջի անգամ, քանի տարեկան է, ինչ է եւ այլն, երբ որ շունդ կորում է, դու իրան չես կարա բանով գտնել։ Դու միայն կարաս բանով գտնել, դու ասա, երբ որ գտնում է մեկը, բժիշկի են տանում, այդ բանը կարդում է վրից, իմանում է այդ շունը ումն է։ Հիմա, իսկ եթե գանք այն չիպերին, որոնք կարան ինֆորմացիա տան, ինֆորմացիա առնեն, այդ չիպերը պետքա նախ մեծ անտենա ունենան, գոնե հեռախոսը որ կա, հա, հեռախոսի մեջ անտենա է, մեծ մասը անտենան է։ Անտենա կա եւ մարտկոց, բատարեի կա, որը սնի այդ չիպը աշխատի։ Հասկացա՞ր։ Դրա համար մարդու մեջ չեն կարա դնեն չիպ, որը համանտենա աշխատի, որ բան անի։ Կարող է շատ շուտ տրեկերներ կան, հատուկ այսօր գիտես AirTag-եր կան, չէ, AirTag։ iPhone-ը բանը Apple-ը ունի տարբեր, որ դու կարաս դրանով հսկես։ Այդ ուրիշ տեխնոլոգիա է, աշխատում է բանի նպատակ ուրիշ տեխնոլոգիա, օրինակ եթե դու քո այդ AirTag-ը դնում ես պայուսակիդ մեջ, ինքը ոչ թե ուղիղ կապ է ստեղծում քո հետ, ինքը տեխնոլոգիան նենց է, եթե շուրջ iPhone-ով մարդիկ կան, այդ iPhone-ները Bluetooth-ով իրար գալիս է քեզ ինֆորմացիան հասնում է, բայց դու չես կարա կառավարես այդ չիպը։ Եթե կողքը ուրիշ բաներ չկա, այդ փոքրիկ sense բան է։ Դրա համար նայ Արտուր, ասածս ինչ է, որ այդ սա ամեն ինչը սուտ է։ Դա կապ չունի ոչ հոգևորի հետ։ Դա միայն տեխնիկական բան է, փողերն են հանելու, լինելու է cash չի լինելու, միայն բանալ սա նպատակա, որ կառավարեն մեզ մարդկանց, որ կարան քո փողերը մի անգամ սկորի, գնա եւ այլն։ Այս ամեն ինչը, այո, ես համաձայն եմ։ Բայց Չինաստանում արդեն անում են։ Սա բանի կոնտրոլի համար է, որը մարդկանց ղեկավարելու, միտեղ հավաքելու։ Այսինքն ձեր կարծիքով հավատացյալ մարդը կարա վստահի գիտությանը, բժշկությանը նման իրավիճակներում։ Գիտես ինչ է, մարդ իմաստության պետք է անի, ամեն բան հավատքով, աղոթքով։ Ես օրինակ ինչ եղավ, ստեղ տունը նստած, երբ որ YouTube-յան ալիքով ինչ բաներ էին նայում YouTube-ով, անդադ գովազդներ էր գալիս ռուսերեն լեզվով Իսրայելում, ասում է, եթե դուք ուզում եք ինչ-որ տեղ գնալ, բան անել, պետքա կանաչ քարտ ունենաք, այսինքն որ սրսկվել եք։ Դե ես էլ արդեն սկսել էր բացվել որոշ բաներ եւ լսում էինք, որ եթե չունես չես կարա մտնես, արգելում էին։ Մի անգամս մարդիկ էս այն ժամանակն է, այս արդեն այդ որ սրսկում են, չիպավորում են եւ այլն, այդ նորից այդտեղից այդ բաները բերեցին։ Ես աղոթեցի, ասի Տեր Աստված, եթե քո կամքն է գնանք սրսկվենք, ես ոչ մտածում էի դրա վնասը առողջական ինչ կլինի, ինչպես չինի, չէի մտածում, մտքովս չէր անցնում, բայց հոգևոր իմաստ չէի տալիս դրան, ակնհայտ էլի, դա ինձ համար բան չէր, բայց նորից ասի Տեր Աստված, եթե քո կամքն է, ինչ անենք։ Մեկ էլ մի քանի ժամ անցավ, մենք վարդապետներով sense խումբ ունենք WhatsApp-ի մեջ։ Մեկ էլ մի հատ sense բան եկավ, մեսեջ եկավ, վաղը այս ժամին ու անուններ ա դրվում վարդապետների, ես էլ մեջը, լինեք բանկի դուր գնում ենք ասեղ առնելու վակցինա։ Ես ասի օրհնյալ է քո կամքը Տեր Աստված փառքեզի ու գնացի։ Այսինքն դրա մեջ ես բան չտեսա, որովհետև ես այն հավատքով մոտեցա եւ գնացի, իսկ առաքյալը ասում է ինչ որ հավատքով չի, մեղք է։ Եվ ես հանգիստ գնացի ընդունեցի, երկրորդն էլ երբ որ գնացի առնելու, ձախ ձեռքից էին սրսկում, ասացի կարող եմ նկարել սրսկելը։ Նկար հետո վիդեոյի արի, հիշում եմ արեցի, ասի տեսեք, ասի իմ ձախ ձեռքից դրվեց, աչին չէ, գրած է աչ ձեռքին չէ, պետք է դրվի այդ բանը, տենց մի քիչ հումորային բան արեցի։ Մարդիկ գրեցին անամոթ, ների գովազդով, ինչ էս տարածներ կային էլի ցավոք սրտի հոգևոր իմաստով։ Մարդիկ դրա համար եթե հավատքով ինչ որ տեղ մարդ բան անում է, մեղք գործելը չէ, էլի բնական է, որ մեղքի հարցան, դու մեղք պետքա գործես, դու չես աղոթում անեմ թե չանեմ, գնամ գողանամ թե չգողանամ։ Բայց այս հարցերում հավատքի բան է, եթե սիրտդ վախ կա, երկյուղ կա չանելու, մի արա, ինչ ասեմ։ Նորից ի վերջո կան մարդիկ էլ, որոնք ընդհանրապես չեն ընդունում բժշկություն, ասում են ես չեմ հավատում, բժիշկներին չեմ գնա բուժվելու եւ այլն ու դա էլ իր գործն է, բայց Աստծո խոսքը ասում է
բժիշկը Աստծուց է, բժշկությունն էլ Աստծուց։ Այսինքն մերժել բժիշկներին սխալ է եւ մյուս կողմից նորից եմ ասում, ամեն բան հավատքով, աղոթքով, խնդրելով, ապավինելով Քրիստոսին ընդունել եւ գնալ։ Նայ տարիներ առաջ մեզ ինտերնետն էին մեղք համարում, վախում էին ինտերնետից, այսօր արհեստական բանականությունից եւ ի վերջո Արտուր ջան, այս ամեն ինչը նաեւ բանի տակ է գալիս, ես նորից եմ ասում, մարդիկ օգտագործում են տգետ մարդկանց, որպիսի այս ամեն ինչի դեմ հելնեն, ինչու։ Որտեւ այդ եթե սենց վերցնենք, ամեն բան դնենք մի կողմ, չէ՞, այս փողերը, որ դրամերը հանում են միայն բանա լինում, այսինքն քեշ չի լինելու, հա, հետո գումարած կամերաները ամենտեղ քեզ հսկում են եւ այլն, սա նրա համար է, որ հսկում են մարդկանց կյանքը, որ դու հանցանք չգործես, քո դրամը սև դրամ չունենաս կամ որտեղից է այդ դրամը, ինչա կոնտրոլ անեն, որ դու սխալ բաների չգործածես։ Օրինակ, էլի, պետությունը մտահոգա զբաղվում, այսինքն քրիստոնյան չպետք է վախենա sense բաներից, էլի։ Դրա համար մարդիկ են գտնում, որ այս ուրիշ մարդկանց ոտքի են հանում, որ այս բաների դեմ հելնեն, որպեսզի սրանք չլինի, որ իրենք կարողանան իրենց գործերը չար անեն, սենց ասեմ։ Հետո ամենաբանը Արտուր ջան, այսօրվա դրությամբ մարդուն ոչ չի պետք մի տեղ դնելու։ Այսօր դու ամեն ինչ քո հետ, այսօր դու տնից դուրս գալով, սա մարդ կա, որ չի վերցնում, ես իմ անհատներ կարող է լինեն, անհոգ, բայց առանց սրա էլ արդեն անհնարին է, ստեղ քո դրամն է, դու վճարում ես, ստեղ քո ամեն ինչն է, հասկանում ես, մարդիկ այսօր գնում են նենց հարած, որ ժամանակին հեռախոսները դու մեջի մարդկոցը կարար հաներ։ Երբ որ դու հանում էր, ինքը այլևս մեռած էր։ Բայց հիմա այսօր նենց են սարքել, որ դու այս սրանց մեջից չես կարող մարդկոցը հանես։ Շատ-շատ անջատում ես։ Իսկ անջատելը ինքը օֆլայն է, բայց ինքը ինչ որ եթե պետք է քեզ հսկեն, քեզնով հետաքրվեն, լսեն քո խոսակցությունները եւ այլն, օրինակ, հա։ Հիմա կարող է լսում են, թող լսեն, չէ՞։ Ոմանք տարածում են կամերան ինքն իրան նկարում է, բաներ անում, չգիտեմ, կարող է, բայց սա մենք մեր հետ ամեն ինչը տանում են։ Այսօր ով չկա սոցցանցերում, քիչ մարդ կա, որ չկա։ Երբ որ դու գրանցվում ես սոցցանցերում, որևէ, դու այնտեղ են չերևացող բանը ստորագրում համաձայնում ես, որ քո ինֆորմացիան սաղ վաճառվում է։ Չէ՞։ Այո, ասում են մենք հատուկ ծառայություններին չենք տալիս, բայց տալիս են գովազդային։ Դրա համար լսի երեք նստած խոսում են երկուրա բանի մասին, կոշիկի մասին, բանը բացեցիք, սա կոշիկի ռեկլամ է գալիս։ Հիմա այսօր արհեստական բանականությունը կա այնքան է զարգանում, որ դու կարող ես մի հատ բան գրես, ես բան գրես, ճիշտ ասած բանի մասին էի, բասկատոր էի կոմպյուտերի համար, էլի, ով ուզում, մի քանի օր առաջ գրել է, ես հիմա որ մտնում եմ, սաղ այդ գովազդներն է գալիս։ Այսինքն, հասկանում ես, մարդիկ ընկել են ինչի հետևից, այսօր դու ուր էլ մտնես, օրինակ մի անգամ մի հատ հաղորդում լսեցի, մարդիկ կան, որոնք աշխատում են դրա մարքեթինգ դատա կենտրոնների վրա, իրանք ռեկլամների համար աշխատում են, օրինակ Facebook-ը, սոցցանցերի համար։ Ինչ են անում, մեկը մի հատ բացատրեց, ասես ամենափոքր չնչին բանը ձեզ ասեմ։ Ասես մի հատ կին հղիանում է, գրում է, վա ես հղի եմ, երրորդ շաբաթն է, գրում է Facebook-ի մեջ։ Ասում է, արդեն ինքը վերջ, ինքը գիտի, ինքը քեզի կսկսի, երբ որ ժամանակը գիտի երբ է։ Սկսելու է քեզ գովազդ ղրգեր երեխու հագուստ, Երեխայի մասալյակն է, մաղճակալն է, հղիության շալվարները, կոշիկները, շորերը, հայսա այնա, բա ոնց։ պատկերացրա նույնիսկ ասում ամուսինը գիտի է, գիտենք ասում, այսինքն բանը գիտի է արհեստական բանականությամբ այդ Facebook-ի օրինակ, գիտի որ ինքը ամուսինն է, ինքը գիտի որ մեքենա ունի։ Ու ինքը երբ որ մեքենայով քշում է, ճանապարհին գովազդային այդ մեծ շթերը որ կա, բիլբորդ են ասում ինչա, որ գովազդ է դառնում։ Ասում է այդ մարդու մեքենան անցնելուց երեխու սայլակ մեքենայի համար գովազդ արվում կամ կաթի փոշի երեխու։ Մարդը որտուց իմացա, որտեվ կինը գրել է, որ ես հղի եմ։ Հասկանում ես, էսի փոքր բաներն է, բա մարդիկ բանի հիման վրա դու
Ինչ ես Google-ի մեջ հարցադրումներ տալիս, չէ՞։ Ինչ ես փնտրում, ինչ ես ուզում, քեզ դա գալիս է ռեկլամատից կարան քո բնազդը հասկան, դու ինչ ես սիրահար, ինչեր ես կարդում, ինչ ես նայում։ Մի երկու հատ Facebook, YouTube-ի մեջ մի քանի վիդեո նայ մի ուղղությամբ, քեզ անդադ մենակ դա է գալու։ Կընկել են ինչի հետևից, չիփ չդնեն, վայ ինչ չանեն, բայց հեռախոսը գրպանն են մանկալ։ Հենց այդ է խնդիրը էլի, որ Քրիստոսին, կենթանի Քրիստոսին թողել են, ընկել են ստից բաների հետևից։ Ինչու պետք է հետի դնես գլխի մեջ, եթե հետի հետ տա։ Մարդը գնում է նստում է կաֆեում, չեկին ինչ են ասում, թագամ ես կաֆեում եմ, սաղ տեսնում են դու այդ կաֆեում ես։ Լավ, 20 հոգի տեսան, հիացան, բայց սա արդեն գիտեն։ Դու փողոցով անցնում ես, ամեն կաֆեին կպնում ես ինտերնետդ, Wi-Fi։ Երբ որ վաղը գնում գալիս ես, դու արդեն քո լրիվ GPS-ը դե երբ որ միացած է, ճանապարհդ արդեն Google Map-ը տենում է։ Այսինքն մարդ կամերաներ ուր-դեղից դուրս գաս կամերան։ Դրա համար քրիստոնյան ինչքան վախում ասես բաներից, բայց չի վախում, որ Աստծո աչքը մեզ նայում, ամեն մեր ասում ամեն խոսքի համար պատասխան պետք է։ Մենք կարանք ամբաղ-զամբաղ խոսանք, բայց վախենանք միտեղ խոսան, մեզ նկարում են։ Այդ կինոյի մեջ մեզ հետևում են զգուշ եղեք, չէ՞։ Կարող է պատահի մեզ հետևում են։ Այսինքն մենք այս բաներից վախենում ենք, բայց Աստծո երկյուղը կորցրել ենք։ Էդ էի ուզում հարցնել, հայր Սուրբ ջան։ COVID-ի ընթացքում շատ մարդիկ եղան, որ հավատքը կորցրեցին, Քրիստոսից հեռացան, հավատքից հեռացան, ու շատ էլ մարդիկ եղան, որ դեպի հավատք եկան նաև COVID-ի ընթացքում։ Ինչու ասենք, ի՞նչն էր պատճառը։ Վախն էր պատճառը։ Չգիտեմ, չեմ կարա, երևի անհատական բան պետք է լինի, որտեվ փորձությունն այդ եմ ասում, էլի, փորձությունը, որ միջև վերջ ամփերին նա կփրկվի, էլի, այսինքն դժվարությունն Աստված ամեն մեկի հետ խոսում է, չեմ կարող ասել, հիվանդության միջոցով, դժվարության, փորձության միջոցով, նեղության միջոցով, ուրախության, հաջողության միջոցով, եւ այդ ամեն ինչը նաեւ փորձությունը հակառակ բանով, չէ, լինում է մարդը բան կա, չէ, Աստված ասում է ինքը չի փորձում, սատանան փորձում է, որ մարդուն խորտակի, Աստված փորձում է, որպեսի թաքնվածը մեջտեղ բերի։ Օրինակ, եթե մեկ իրան բարեպաշտ է ծախում, հա, Աստվածապաշտ է ծախում, ու Աստված թույլ է տալի մի փորձություն ալնում, որ մի անգամ տեսնում ես այս մարդը ով է։ Հավատք, Այսի լավն էր դուրս եկավ։ չէ՞։ Հա, դա ճշմարտությունը, հա, միանգամից այդ մարդու դեմքը բացվում է, արդեն ճանաչում ես Եվ այդ մարդուն։ հակառակը դու նայում ես մարդը, մեկ էլ տեսնում ես այդ նեղության մեջ մարդը իրոք 100 քրիստոնյայի արժե էլի, ու այդ ամենալավ օրինակը Քրիստոս բերում այն քանանացի կնոջը, որ մոտենում է, ասում է Տեր, ասում աղջիկս դիվարը կբուժես, ասում է ես եկել եմ Իսրայելի ժողովրդին, ինքը ասում է չի վայել է, ասում է հաց առնել շներին տալ, ասում է չէ որ շներն էլ են ուտում այս փշրանքներից, չէ, սեղանից Հա, որ սեղանի տակի փշրանքներից, հա։ ու ինքը դառնում է հрьяաներին ինչ ասում է, ես sense հավատք Իսրայելում չտեսա։ Եթե օրինակ ինքը գար բուժեր, ասեր Աստված հետդ եւ բուժվեր։ Մենք կիմանայինք կնոջ հավատքը ինչ է։ Չէինք Դրա իմանա։ համար Աստված sense նեղություն տվեց, ստորացրեց ձևով կողքից մեզ թվում է, չէ՞ մարդ, բայց որպիսի ցույց տա իր այդ հավատքը եւ այդ հավատքով ինքը խայտարակեց ավելի այն հрьяաներին, որը կողքն էին կանգնած, որ ասում են, ասենց հավատք ես չգտա այստեղ։ Այսինքն մենք մեզ թվում է շատ բաներ, որ չար է, վատ է, բայց իրական այդ նեղության մեջ միգուցե այդ նեղությունը դու կրում ես ու չես հասկանում ինչա, բայց դա միգուցե Աստված մեկին ինչ-որ տե բան է ցույց տալի, մենք չգիտենք, էլի։ Դրա համար քրիստոնյան չպետք է վախենա սենց բաներից, ամեն դեպքում լինելու են պատերազմներ, հիվանդություններ, ոչ մեկ չի ասեք քեզի շրջանցելու է։ Բայց Տերը ասել է արթուն մնացեք, զգուշ եղեք, երանի որ ձեզ հալածում են իմ անվան համար։ Այսօր կարող քրիստոնյա շրջապատի մեջ ես, ապրում ես, քեզ չծաղրեն քո հավատքի, որովհետև բոլորը հավատում են, բայց քեզ կարող է ծաղրեն նրա համար քո սկզբունքների համար։ Ոչ թե քո էշությունների համար կներես, այլ քո սկզբունքների համար, որոնք դու քո սկզբունքի տեր ես, քո հավատքի տեր ես,
ոչ թե ինչ-որ զորբայության համար կամ մոլեռանդության համար, էլի նկատի ունեմ։ Շատ բաներ կա, դրա համար նորից եմ ասում, քրիստոնյան պետքա սпасի Տիրոջը եւ ասի Տեր, արի, սпасում եմ։ Այդ հարցումը տանք մենք պատրաստ ենք, ոչ թե եփա գալու, ինչ ալնելու։ Իսկ այդ երրորդ համաշխարհային պատերազմը, որ կապում են աշխարհի վերջի հետ կամ վերջի ժամանակների հետ, էդի ճիշտ մտածել այ կերպա, ճիշտ մոտեցումա, թե չէ։ 1000 թվականին մեծ աղմուկ էր, որ Քրիստոսը գալու է, բոլորը սպասում էին։ 1666 թվականին նույնպես բոլորը սպասում էին աշխարհ, որ աշխարհի վերջն է լինելու, 2000-ին էին սպասում։ Դրա համար ոչ թե աշխարհի վերջ սպասենք, այլ Քրիստոսին սպասենք։ Որտեւ նորից եմ, սա պետքա մեր ականջին փաթաթենք եւ շատ հստակ, որ մենք պետքա ապրենք այսօրով եւ մեր մահն էլ է դա աշխարհի վաղճան։ Որտեւ մեր մահից հետո երկրորդ գալուստն է լինելու։ Ստեղ կարող է տևի ժամանակ, այնտեղ ակնթարթ է։ Այնտեղ մարդ կարող աշկը փակում բացվում ու դատաստանն է։ Մեր ժամանակի բանով եմ ասում, հասկանում ես։ Որտեվ հավիտենականության ժամանակից դուրս է, այնտեղ չկա երեք, վաղը, այնտեղ անդադ այսօր եւ հիմա այս պահն է։ Ոնց է լինելու, ես չեմ կարող ընկալեմ դա հասկանամ, բայց նորից ասում մարդը որ մեռնում է, էլ չկա, այս կողմ այն կողմ, ինքը մեռավ ու դատաստանն է արդեն։ Պողոսն էլ է, չէ՞, ասում պետքա մարդ մեռնի, հետո էլ դատաստան։ Մենք էսի թողած նորից եմ ասում, նստում մտածում ենք երրորդ համաշխարհային պատերազմ։ Դե մեր պետությունները նստած մարդիկ պերաշկե են ուտում, կուկուռուզ են ուտում, չէ՞։ Իրանցից սովորեք, հոգները չի, չէ՞։ Դե դա էլ կատակ մի քիչ։ Դրա համար իմաստությամբ եւ ինչ ասեմ, Տիրոջը սիրելով, պետք է ապրենք, պետք է լինի։ Ոչ թե վախենանք, մեզ հսկում են, մեզ կոնտրոլ են անում, կամերաները տենում են մենք ուր գնացինք, Ինչ խորհուրդ կտակ, ասենք, քրիստոնյաներին, այս քրիստոնյայի համար, ասենք, ինչպես իրանք արձագանքեն այս նման լուրերին, ասենք, այս որ վախ են տարածում մարդկանց մեջ, բան են անում, ընդհանրապես փորձեն այդ լուրերը չնայեն, թե ինչ անեն, ոնց անեն։ Ես չեմ նայում, ես նամանտ որ նոր սկսավ, մի քանի օր նայեցի, հետո հիմա չեմ նայում, ավելի եթե նայում եմ Telegram-ի մեջ, ինչ որտեղ որ նայեմ ինչ կա, այսինքն դուրս ու ելք գնալ գալ, դա, բայց որ ընդեղ ընկավ, էս ընկավ, ինչ ասեմ, մենք ստեղ ապաստարան չունենք, ես օրինակ մեր վանքի մեջ էլ չունենք, երբ որ մի բան լինում է, տունը նստած, ես գիտես ինչ հիշեցի, Գրիգոր Տաթևացին որոտնեցին իր ուսուցիչը ուղարկում է, չեմ հիշում, կարծեմ Սաղմոսավան կա ուղարկում Տաթևից, կարծեմ Տաթևից է, թե Ապրակունիսի վանքից, լավ չեմ հիշում, ուղարկում է մի հատ կաթոլիկ վարդապետի աշխատությունը արտագրի, ընդօրինակի։ Դե ընդօրինակելը մի օր չի, էլի Xerox անեն կան, կարող այնտեղ քանի շաբաթ մնում է, որ միջև ընդօրինակում է։ Հետ գալուց ճանապարհին ինչ-որ մի հատ ամրոցում է գալիս է, ամրոցում է մնում, որտեվ այդ վաղտ ասում են նետաձիգ ազգը, մոնղոլները էլի, նետաձիգ ազգը հարձակվում, պաշարել են այդ ամրոցը եւ հարձակվել ու պատերազմ է գնում։ Ու Տաթևացին այդտեղ նստած ինչ անում։ Շատ ուղղակի բան։ Այդտեղ մի հատ Գևորգ վարդապետ է լինում, իրան հարցեր է ուղարկել։ Ասելա վարդապետ ջան, մի հատ էս հարցերին կպատասխանես։ Գիրք հարցմանցի այսօր տպագրած վերջում կա այդ Գևորգ վարդապետի հարցադրումները, որտեղ դրվել է մեջը։ Հետևյալ բանն է։ Այնտեղ ինքը հետո հիշատակամ գրում է։ Դե կարդացել եմ մի 20 տարի առաջ, մոռացել եմ, բառերը հետևյալն է մոտավորապես, ասում է կներես, որ այս անարժանը ստգետս բան, որ sense լավ չեմ կարա քեզ պատասխանեմ, որովհետև տգետ մեկն եմ, էլի sense պատասխանում է։ Նաև ասում է այս շուրջը հիմա նետաձիգ ազգը հարձակվել է, պաշարել է մեզ այս ամրոցում։ Բաները ասում է նետեր են թռնում, մարդիկ են մեռնում, սովա, չգիտեմ, նկարագրում է ինչա կատարվում։ Կներես, ասում է, այս վիճակն էլ չի նպաստում, որ ես քեզ լավ պատասխան, նստած գրում է, հասկանում ես։
Ինքը կարար չէ մտներ միտեղ, վայ Տեր Աստված, մեզ փրկի, ինչ անենք այն կինոյի մեջ, всё пропало, չէ, աշխարհի վերջն է, ինչ պետք է անենք, մեռնենք։ Սա օրինակ է, որ Գրիգոր Տաթևացին մեզ սովորեցնում է, որ կյանքը մեր ինչ որ մենք այսօր կարանք անենք, պետք է անենք։ Ոչ թե նստենք, ինչ հաղոթենք, որտեղ անենք, ինչ անենք, բա որ այնտեղ պայթի, եթե դու բան ունես տալու ես աշխարհին, քո ընտանիքին, քո հարազատներին, դու պետք է ուղղակի քո գործը անես, միջև ամոթով չմանալով, երբ որ հոգիդ Աստված կառնի, այդ էլ թող Տիրոջ կամքը լինի։ Հա, ես հիշում եմ, որ զանգեցի ձեզ հարցրեցի ինչպես եք, ասեցիք դե դղրդոցներ է գալի Արաստաղը դղրդում է, պատերազմ է, դե նորմալ է, սովորական է։ Հետո անջատեցի, բան կինս ասում է, հա Արտուր, ինչպես է։ Ասում եմ, լավ է, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, բան։ Ասում է, բա ասում է պատերազմ անդե։ Ասում եմ, հա, հայր Սուրբն էլ ասեց, ասի, պատալոկ ընդ դղրդում է, բան, ման բոմբեր ընկնում են ընդ բան։ Մեկ է սենց համ, բայց դրա նորմալը ո՞րն է, ասում եմ, այն մարդը ողջ է, առողջ է, փառք Տիրոջ է, ասում եմ, ոչի բանը չկա, իրան ոչի բան չի եղել։ Ամեն ինչ լավ է, այն մարդը իրան հանգիստ է զգում, ուրեմն մենք էլ ենք հանգիստ։ Մեկ է սենց համ, բայց մալադեց ասում է, որ Այտենց եք ընդունում, ասում է, որ դե մարդիկ կան խուճապի կմատնվեին, ասենք խառնվեին իրար, վայ, պատերազմա, վայ, էսայինա։ Ասում եմ, չէ, ինքը հանգիստ էր, ես էլ ավելի հանգստացա։ Ու իրոք, ասենք, ձեր հանգստությունը փոխացվեց ինձ, ես էլ ավելի հանգիստ եի։ Միջև զանգելը մի քիչ անհանգիստ էի, բայց երբ որ զանգեցի ձեզ հետ խոսեցի, ինքան հանգիստ էի արդեն, ասի, ամեն ինչ լավ է, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Դառն Արտուշան, նորից եմ ասում, մենք ինչն է, գիտես, քրիստոնյա կարող մենք չգիտենք, կարող վաղը հելնի մի հատ փռշտա ու մահանա մարդը։ Գիտե կանի, Կարա լինի։ չէ, այդ բանը կա, չէ, մի հատ sense ֆիլմ կար կարճամետրաժ Հայաստան, փոքր վաղ տեսել եմ, մեկը ինչ որ շինարար է, տանիք 5 հարգանի շենքի վրա աշխատում է, 5-րդ հարգից ընկնում է տանիքից, ամբողջը վազում գալիս են, ասում են, «Էս ինչ եղավ», բան, sense թափա տալու, ասում է, բան չեղավ, գնում է տուն, ֆիլմ է, հիշում եմ։ Մեկ էլ մեկ օր հետո լսում են մարդը մահացել է, այդ իմ հիշողությունն է, ասում են, ինչի՞ց մաս մանկողնուց ընկավ, մեռավ։ Հիմա 5-րդ հարգից եկավ չմահացավ, բայց անկողուց ընկավ մահացավ։ Աստծո գործերն են, որ Արթուր ջան, մենք նորից եմ ասում, մահն էս բան է, որ մի օր գալու է։ Քրիստոյան պետքա պատրաստնի, դա կլինի ռումբ կընկնի, թե նորից եմ ասում, փռշտա, սիրտդ կկանգնի, թե կթունավորես կամ ինչ կլնես, դա լինելու է, բայց Քրիստոյան պետք է պատրաստ լինի, որ այդ երբ որ այդ դուռը գացեցի, ինքը ես էլ ասեմ, երևի սրանով վերջացնենք։ Մեկը մի հատ ծառա Երուսաղեմում գնում է շուկա, մեկ էլ մահն է տեսնում, վազելով գալիս է, Տիրոջ ասում է, Տեր, ինձ ձիտ ու փախնեմ Բեթխեհեմ։ Մահն եմ տեսել, գնամ պահկվեմ, միջև անցնի, ասում է, օքեյ, ձին տալիս է, այս փախնում է, Տերը չի դիմանում, ասում է, գնամ, այս ծառաս լավ գնաց, տենամ, այս մահը ինչ ա ուզում, գնում, ասում է, սա բռնում, ասում է, ինչ է, ծառաս ստեղ գործեր ուներ, հիմա քո պատճառով թողել փախել է այնտեղ գնացել է, ինչ է արել իրան։ Ասում է, այս բան չասի իմ համար այստեղ ման է գալի, ես սրան տեսա, զարմաց ասում է, այս ինչ գործ ունի Երուսաղեմ, այսօր իրան Բեթխեհեմում պետք է առնեմ, ասում է։ Գնացել է ինքը մայի մոտ, որ մեռնի։ Բայց ես իրան Բեթխեհեմում պետք է առնեմ։ Այսինքն նորից եմ ասում, ոչ թե ճակատագրի իմաստով ինչ կա գրածա կլինի, այ ասածն է, որ մենք մահանալու ենք, էսի պետքա մարդ քրիստոնյան ընդունի։ Ուզենք, չուզենք, մենք մահանալու, մեր կյանքն է, մեկը 100 տարեկան կմահանա, մեկը այսօր մահը դարել արդեն երիտասարդացել է, երեխեք են մահանում, երիտասարդներ են մահանում, հասկանում ես, այն վաղտ մեզ փոքր էր, մեկը մահանում էր երիտասարդ 20 տարեկան, մեզ համար մի հատ sense ողբ էր, էլի sense այն կախում էին sense սև բանով լենտ էր, sense կախում էին, կանոնը գրում էին ու տարիքը, չէ, sense մի հատ ինչ բան էր, մեծ էր մահանում, ասում է դե հիմա հա 70-80 տարեկան, հա։ Բայց այսօր մահը նորից եմ ասում, մարդ պետքա նորից քրիստոնյան պետքա չվախենա, երբ որ այդ մահը գա, ժամանակը գա ու ամենակարևորը գիտակից մահանալն է, էլի։ Դա խնդրենք, որ Աստված մեզ հնարավորություն տա գիտակից, ոչ թե շատեր ասում են մարդ ինչ լավ մահ է, պարկում ես,
Էլ չես արթնանում, բայց ինչ գիտես ինչա կատարվում։ Մարդ պետքա միշտ գիտակից լինի, քնելուց, արթնանալուց, քայլելուց, միշտ պատրաստ լինի։ Դե ես չեմ ասում, Տիրոջ խոսքերն արթուն մնացեք, որտեվ չգիտեք երբ է գողը գալու։ Գողն էլ այդ մահն է, էլի։ Կգաղտնի է գալու այն ժամանակ, դրա համար արթուն մնացեք, որ քեզ չգա ասես բռնի, էլի։ Հիմա ասենք շատերը ասենք ներին են մանգալի, փնտրում են թե ով է ները, ինչ է ները, ոնց է։ Մարդիկ իրան ճանաչել են, երբ որ ինքը հայտնվի, ասենք մարդիկ իմանալու են, որ դա ինքն է։ Ասածս նա է, որ քրիստոնյան երբ որ ճիշտ է ապրում, Սուրբ Հոգին իրեն կառաջնորդի ու տարբեր ձևի ինքը կիմանա։ Իսկ դրա համար նստել բախտ բացել, թե որ մեկն է, երբ է գալու կամ սրան նրան պիտակավորել, որ էս աները, իմաստ չունի, էլի, որտեվ էդի գալիս է մարդու այդ վախերից, որ ինքը այդ վախերով ուզում է ինչ-որ թե ինքն իրան համոզի, որ լավ է լինելու, որտեվ ասում է թե էսա էս չէ ները, ինչ լավ էր, որ մի քիչ էլ կապրենք, էլի։ Ճիշտ ապրենք, մահը չվախենանք մահից, որտեվ մահը մեր հայրերն էլ են ասում, մահվան երկյուղ ունենանք, էլի, ոչ թե մահից վախենանք, այն երկյուղ ունենանք, որ մի օր մահանալու ենք եւ պատրաստ լինենք այդ մահվան, իսկ այդ մահն էլ նորից եմ ասում, դա մի դռնից տեղափոխվում ենք ուրիշ միջավայր։ Տաթևացին ասում է մեր կյանքը ինչ է, 3 վայրկյան։ Մի վայրկյանում ծնվում ենք, մի վայրկյանում մեռնում ենք, մի վայրկյան էլ կյանքն է։ Այսինքն որ հիմա 50 տարեկան մեկին ես հարցնում, 10 տարեկան, 100 տարեկան կյանքդ ինչ էր, կասի ասես մի վայրկյան էր։ Չէ, քոնն էլ մի հատ հիշի, չէ, այսօր եկել հասել ես այդտեղ նստել ես, կյանքը ակնթարթ էր։ Ու սրա համար նստել, դարդոտվել, մտածել վաղը ինչ կլինի, ոնց կլինի։ Լավ, Արտուր ջան, թվում է վերջացնենք, թող Աստծո խաղաղությունը լինի քո վրա, բոլոր հավատավոր մարդկանց, որոնք Աստծո երկյուղով են ապրում, մի մոլորվեք, Տիրոջ խոսքին լսեք, որ ասում է զգուշ եք ձեզ չխաբեն սուտ բաներով, Քրիստոս ստեղ է, Քրիստոս ընդեղ, ասում է չգնաք, եթե լսեք շուտը մեկն է եկեք Քրիստոսի մասին, տենց այս արդեն ինքն է, կամ նույնիսկ ներն է էսի, գնաց ձևի համար նա էս, պետք չկա։ Շնորհակալություն Հայր Սուրբ ջան, Աստված օգնական։ Աստված պահապան։ Ստեսություն Հայր Սուրբ ջան։ Տեսին։